Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել Վրաստանի իրավիճակի վերաբերյալ զեկույցի նախագծին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 55 պատգամավոր դեմ 14-ը, 4 պատգամավոր ձեռնպահ են մնացել։ Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած փաստաթղթի վերջնական տարբերակը դեռ չի հրապարակվել Եվրահանձնաժողովի կայքում։ Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանի ընտրությունից հետո Վրաստանը, ունենալով Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ, շրջադարձ է կատարել դեպի ավտորիտար իշխանություն։ Թերություններով լի այդ ընտրությունը ճանապարհ հարթեց իշխող վրացական երազանք կուսակցության համար պետական ինստիտուտների եւ ժողովրդավարական երաշխիքների ապօրինի զավթման, ռեպրեսիվ օրենսդրության առաջխաղացման, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմախոսների, լրագրողների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ կոշտ բռնաճնշումների համար։ Զեկույցի համաձայն Վրաստանի կառավարության գործողությունները վտանգում են Եվրամիությանը երկրի անդամակցությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել միջազգային եւ անկախ ներքին մոնիտորինգի ներքո։ Փաստաթուղթը կոչ է անում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին երկկողմ եւ համակարգված անհատական պատժամիջոցներ սահմանել վրացական երազանք կուսակցության առանցքային պաշտոնյաների եւ աջակիցների դեմ։ Եվրախորհրդարանի հանձնաժողովում ընդունված զեկույցին արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նշել հետաքրքրված չէ նման փաստաթղթերով։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով Եվրախորհրդարանում իրավիճակը բավական տխուր է, տագնապալի եւ ողբերգական։ Հուսով եմ, որ դա կփոխվի վրաց-եվրոպական հարաբերությունների բարելավումը առաջին հերթին պետք է Եվրոպային։ Մենք դրան պատրաստ ենք։ Մեր նպատակն արտացոլված է Վրաստանի սահմանադրության մեջ։ Մեր նպատակն է, որ երկիրը Եվրամիության անդամ դառնա մինչև 2030 թվականը, ինչը միանգամայն հնարավոր է արդարացի մոտեցման դեպքում։ Վրացական երազանք կուսակցության գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն եւս անդրադարձել է զեկույցի ընդունմանը, հայտարարել այսօրվա Եվրոպայում քաղաքականությունը հիմնված է ստի եւ զրպարտության վրա։ Կալաձեի խոսքով այդ ամենը վճարովի լոբինգ է։ Մենք շատ նման բանաձևեր ենք տեսել, մենք լավ գիտենք, թե ինչպես են դրանք ընդունվում, որքան են դրանց համար վճարում, ինչ գումարների մասին է խոսքը, այս ամենը լոբինգի ձև է։ Իրականում դա սովորական կոռուպցիա է, այս բանաձևերն արժեք չունեն, բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի, մենք կստանանք այն Եվրոպան, որին ձգտում ենք, այլ ոչ թե այն Եվրոպան, որն այսօր գոյություն ունի։ Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում եւ խրախուսում են Վրաստանում ծայրահեղականությունը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հավելել է, թե ընդդիմադիր գործիչները մեկնում են արտասահման հրահանգներ ստանալու, ապա դրանք Վրաստանում կյանքի կոչելու համար։ Հունիսի 4-ին էլ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Նշվում է, որ կառույցը կդադարեցնի աշխատանքը հուլիսի 1-ից։ Կենտրոնի որոշ աշխատակիցներ Facebook-յան իրենց էջերում տեղեկացրել են, որ աշխատանքի ազատման ծանուցումներ են ստացել։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանելով լուրը հայտարարել է կենտրոնը կվերակազմակերպվի եւ կդառնա նախարարության մաս։ Կենտրոնի հիմնական առաքելությունն էր արևմտյան արժեքների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը, քաղաքացիական հասարակության ակտիվացումը եւ այդ գործընթացներում նրա ներգրավվածության խթանումը։ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցչի կարծիքով այս քայլը հերթական ապացույցն է, որ Վրաստանի իշխանությունը փոխում է եվրոպական կուրսը։ Եվրոբարոմետրի գարնանային հարցման արդյունքների համաձայն Վրաստանում Եվրամիության նկատմամբ վստահությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%-ով։ Ըստ հարցումների ԵՄ-ին հակված են վստահել հարցվածների 49%-ը, չի վստահում 37%-ը, իսկ 14%-ը դժվարացել է պատասխանել։ Միևնույն ժամանակ Վրաստանի կառավարության նկատմամբ վստահություն է հայտնել հարցմանը մասնակցած քաղաքացիների 51%-ը, իսկ խորհրդարանի նկատմամբ 45%-ը։ Երկրի առջև ծառացած խնդիրների թվում հարցվածներն առանձնացրել են ինֆլյացիան եւ գնաճը, գործազրկությունը, տնտեսության, կրթության ու առողջապահության ոլորտները, ինչպես նաեւ պաշտպանությունն ու անվտանգությունը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակության հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել Վրաստանի եւ Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունների առթիվ։ Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ՄԱԿ-ում Վրաստանի վերաբերյալ բանաձևին աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ երկու երկրի խորհրդարանների, խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամության խմբերի միջև լավ համագործակցություն կա եւ ակտիվ փոխայցելություններ են իրականացվում։ Կարևորվել է երիտասարդների միջև կապերի զարգացումը եւ այդ գործում կրթության հանձնաժողովների դերը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է աշխատել առաջիկա ժամանակահատվածում թուրք-իրանական հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանն ուղղված քայլերի ուղղությամբ։ Փեզեշքյանն էլ ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել մուսուլմանական երկրների, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։ Թուրքիան մոտ ապագայում մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից կամ տեղափոխել դրանց գտնվելու վայրը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նրա խոսքով Անկարան ներկայումս մարզում եւ խորհրդատվություն է տրամադրում սիրիացի զինվորականներին երկրի պաշտպանությունը բարելավելու համար։ Reuters գործակալության տվյալով Սիրիայում ներկայումս տեղակայված է ավելի քան 20,000 թուրք զինվորական։ Իրավիճակի նոր գնահատական կարող է տրվել միայն այն ժամանակ, երբ Սիրիայում խաղաղություն եւ կայունություն հաստատվի, տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը լիովին վերացվի, ապահովվեն մեր սահմանների անվտանգությունը եւ հեռացած մարդկանց պատվով վերադարձն իրենց բնակավայրեր։ Ներկայումս Անկարան վերահսկում է Սիրիայի հյուսիսում գտնվող հսկայական տարածքներ, ահաբեկչական համարվող քրդական աշխարհազորայինների դեմ Թուրքիայի իրականացրած անդրսահմանային գործողություններից հետո այնտեղ ստեղծվել են տասնյակ թուրքական ռազմաբազաներ։ Ստամբուլի քաղաքապետարանի հետ կապված հերթական գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է եւս 30 մարդու։ Նրանց թվում են Ժողովրդի հանրապետական կուսակցության падգամավոր Այքութ Էրդողդուն, խոշոր շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ալի Սուկասը եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Նրանք եւս մեղադրվում են կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար։ Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին 47 ձերբակալվածի մասին։ Նրանց թվում էին Ստամբուլի 3 խոշոր շրջանի, ինչպես նաեւ Ադանայի իշխանությունների ներկայացուցիչներ։ Այս տարվա մարտին կալանավորվել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ինչից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաներ էին սկսվել։ Նա եւս մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի օրակարգում է եղել նաև Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքը։ Թեհրանի համար ժամանակը սպառվում է, Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, կարծում եմ այդ հարցում համակարծիք ենք։ Նախագահ Պուտինն առաջարկեց, որ կարող է մասնակցել Իրանի հետ քննարկումներին եւ գուցե օգտակար լինի այս կարգավորման հարցում։ Սպիտակ տան խոսնակն անդրադարձել է Թրամփի գրառմանը, հիշեցրել, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը իր ձևակերպմամբ ընդունելի առաջարկ է ուղարկել Իրանի իշխանություններին եւ դրա ընդունումը բխում է Թեհրանի շահերից։ Քերոլայն Լևիթը նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկից հրաժարումը Թեհրանի համար հետևանքներ կունենա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի միկրոբլոգում անդրադարձել է ուրանի հարստացման թեմային, նշել, որ աշխարհում կա միայն մի քանի երկիր, որոնք կարող են միջուկային ռեակտորները լիցքավորել վառելիքով, եւ դա բացի զգալի ֆինանսական ռեսուրսներից եւ քաղաքական տեսլականից պահանջում է ամուր արդյունաբերական բազա եւ գիտատեխնիկական համալիր։
Իրանը թանկ է վճարել այդ հնարավորությունների համար եւ չի կարող լինել այնպիսի սցենար, երբ մենք հրաժարվենք այն հայրենասերներից, որոնք իրականություն են դարձրել մեր երազանքը։ Կրկնում եմ, չկա հարստացում, չկա գործարք, միջուկային զենք չի կարող լինել։ Մենք գործարք ենք ընկել։ Ավելի վաղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել էր, որ կառավարությունը պատրաստում է Թեհրանի պատասխանը Վաշինգտոնի առաջարկներին։ Նրա խոսքով Թեհրանը Վաշինգտոնից պատժամիջոցների վերացման երաշխիքներ է պահանջելու։ Նախարարն ընդգծել էր, որ առանց ուրանի հարստացման իրավունքի նկատմամբ հարգանքի որևէ համաձայնություն ձեռք չի բերվի։ Իրանի միջուկային ծրագրի խնդրին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովայի խոսքով Մոսկվային չեն կարող չանհանգստացնել նման զարգացումները։ Երբեմն նույնիսկ անպատասխանատու հայտարարություններ են հնչում Իրանի ատոմային էներգետիկայի օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին, բայց դա կարող է ուղղակի հրեշավոր հետևանքների հանգեցնել բնապահպանական ոլորտում։ Զախարովայի խոսքով Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման ճանապարհը դիվանագիտական է։ Մենք որոշակի հույսեր ենք կապում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ընթացող միջնորդավորված երկխոսության հետ, որպեսզի գոնե բացառենք բոլորի համար վտանգավոր ուժային սցենարը։ Դիվանագետը հիշեցրել է Մոսկվայի պատրաստակամությունը աջակցելու ընդունելի հանգուցալուծման ուղղված ջանքերին։ Հեռախոսազրույց են ունեցել Իրանի եւ Ադրբեջանի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանը եւ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ գործակցությունը բարձր գնահատել Բաքու-Թավրիզ չվերթի վերականգնումը եւ Բաքու-Թեհրան չվերթների թվի ավելացումը։ Նախագահներն ընդգծել են, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում այժմ շրջադարձային պահ է։ Նրանք հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ակտիվացնել տարբեր ոլորտներում շփումները։ Նշվում է, որ Փեզեշքյանը եւ Ալիևը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ։ Ռուսաստանն աշխատում է Բաքվում ռուսական տան հարցի շուրջ, հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռուսաստանը շփման մեջ է ադրբեջանական կողմի հետ եւ աշխատում է ռուսական տան հարցի կարգավորման ուղղությամբ։ Գալուզինի խոսքով հարցը կարող է եւ պետք է լուծվի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հարաբերությունների շրջանակում։ Դիվանագետը նշել է, որ երկու երկրի քաղաքացիները պետք է կարողանան Ռուսաստանի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցների միջոցով ծանոթանալ միմյանց մշակույթին։ Ավելի վաղ Ադրբեջանը Ռուսաստանին պաշտոնապես տեղեկացրել է Բաքվում ռուսական տան գործունեության դադարեցման մասին։ Այդ քայլը բացատրվել է նրանով, որ կազմակերպությունը չի գրանցվել որպես իրավաբանական անձ, ինչով խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը։ Կենտրոնը փակելու պահանջը հնչել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Վարդուհի Հարությունյան, Հարևաններ։